Գիշերը Շիրակի մարզում տեղացած Հորդառատ Անձրևն ու աննախադեպ քանակի կարկուտը լուրջ վնասներ են հասցրել ինչպես Գյումրիում, այնպես էլ մարզի մի շարք գյուղական բնակավայրերում։ Բնական աղետի հետևանքով հեղեղվել են փողոցներ, վնասվել տներ, ոչնչացվել գյուղատնտեսական մշակաբույսեր, իսկ որոշ ընտանիքներ գիշերն անցկացրել են սեփական տներում անվտանգության համար պայքարելով։ Առավոտյան Գյումրու Տերյան փողոցի սկզբնամասում դեռ շարունակվում էին մաքրման աշխատանքները։ Գիշերվա ընթացքում տեղացած կարկուտի հաստ շերտը գրեթե կաթվածահար էր արել երթևեկությունը։ Փողոցի որոշ հատվածներում կուտակված սառցե զանգվածները հիշեցնում էին ոչ թե հունիսյան առավոտ, այլ ձմեռային տեսարան։ Կարկուտի քանակն այնքան մեծ էր, որ դրանց հեռացման համար անհրաժեշտ էր տեխնիկայի ներգրավում։ Անձրևաջրերը հեղեղել էին փողոցները, իսկ կարկուտը բազմաթիվ վայրերում խցանել էր ջրահեռացման համակարգերը։ Բնական աղետը հատկապես ծանր հետևանքներ էր ունեցել քաղաքի տարբեր թաղամասերում։ Ղարիբջանյան փողոցի տներից մեկում առավոտյան պատկերը խոսուն էր։ Բակն ու սենյակները լցված էին կարկուտով։ Ընտանիքի անդամները պատմում են, որ կեսգիշերին խաղաղ քուն է վերածվել է պայքարի, երեխաների կյանքն ու անվտանգությունը պաշտպանելու համար։ Մենք հազիվ ենք փրկել երեխաներին, ջրի մեջ մենք չենք կարողանում այդ մեբելը, այդ կամոտը պդդվելով մեր վրա են ընկնում, կամոտը շրջվեց ին վրաս, կոդրվեց, փոքրիկ 3 տարեկան փալիկս գիրկս, մենք ինչքան հնարավոր է փորձեցինք պահպանել Փառք Աստծո եւ կարողացանք, ճիշտ է, մենք ինքս վնասված սալ ջարդներ ստացանք, սկեսուրս կոդրված ստացավ, բայց երեխաներին կարողացանք փրկել։ 8 հոգանոց ընտանիքն այժմ կանգնած է լուրջ խնդիրների առաջ։ Կամ մեկ վիրավոր, իսկ տանգույքի զգալի մասը վնասվել կամ ամբողջությամբ շարքից դուրս է եկել։ Տանտերերը դեռ չեն պատկերացնում, թե ինչպես են վերականգնելու կրած վնասները։ Մենք 2 սենյակները արդեն մաքրել ենք, մնացել է այս 2 սենյակը, սառցե սպեկորներից ազատ ենք, տիղմը եւ այս ամենը էլի։ Վնասներ են արձանագրվել նաև Գյումրու այլ հատվածներում, ավտոկայանին հարող թաղամասերում, Արցախ թաղամասում եւ քաղաքի մի շարք այլ բնակելի գոտիներում։ Շատ բնակիչներ սոցիալական ցանցերում հրապարակել են լուսանկարներ եւ տեսանյութեր, ցույց տալով հեղեղված բակերն ու կարկուտով ծածկված փողոցները։ Նայ հասկիկի մեջ արդեն կարկուտը զարգե լրիվ ոչնչացել է, սոնքեր պետք չեն տա։ Գիշերվա տարերկը չի շրջանցել նաև Շիրակի գյուղական բնակավայրերը։ Աշնանացան ծորեն, կանանացան գարի, կանանացան վարսակ եւ իհարկե կարտոֆիլի վաղած ցանկատարածություն։ Պատկերը դեռ վաղ ասել է, բայց որ մեծ է կարկուտահարության վնասները, դա փաստ է։ Առավել տուժածներից է Ախուրյան համայնքը, որտեղ վնասվել են մեծ ու փոքր հողատարածքներ, այգիներ ու ցանկատարածություններ։ Տնտեսվարողները նշում են, որ վնասների չափն ակնհայտ է նույնիսկ առաջին հայացքից։ Տնասից հետո եթե պետությունը չկայնը մեր կողքը մենք երբեք չենք շիտկի։ Շատերի համար մեկ գիշերվա ընթացքում ոչնչացվել է ամիսների աշխատանքը։ Գյուղացիները մտահոգված են հատկապես այն հանգամանքով, որ դեռ չմարած վարկերն ու պարտավորությունները չեն զիջում կրած վնասների ծավալին։ Նրանց խոսքով, եթե համապատասխան աջակցություն չցուցաբերվի, բազմաթիվ տնտեսություններ կարող են հայտնվել ծանր սոցիալական վիճակում։ Վարկերել ունենք, վարկերը տալիս դուրս կա։ Անցյալ տարի նորից կարկուտահարություն եղավ, նորից էլի տուժեցինք, կարտոշկեն, կարմիր լրիվ ոչնչացավ։ Համարյա էլի իսպես 90%, 95%, ոչ կարտոշկա աճեցրին, պարկով վերցրել ենք այդ գումարները, այդ վարկերը թողած, նորից նոր վարկեր վերցրինք, որպեսզի կրնանանք շարունակենք այս աշխատանքները։ Դուրս կա այսօր նամից սկզեջը Biz andep laf չտրամադրում ու տեսնում եք ագանատես թե ինչ կատարում ինչ վիճակի մրցակ։ Շիրակի մարզպետի աշխատակազմը ահազանգեր է ստացել Ախուրյան համայնքի ավելի քան 10 գյուղերից։ Այս պահին, քանի որ եղանակը թույլ չի տալիս դաշտերում մշտադիդարգում իրականացնել, համայնքների կողմից առաջին իսկ հնարավորության դեպքում այդ կազմակերպվի, կուսումնասիրվի, կարձանագրվի վնասի չափը, համայնքային հանձնաժողովները եւ մարզային հանձնաժողովները իրենց աշխատանքային խմբերով կուսումնասիրեն եւ կազմված արձանագրությունները տրամադրեն հանրապետական հանձնաժողովին։ Այս պահին իրականացվում են վնասների ուսումնասիրման եւ գնահատման աշխատանքներ։ Մասնագետները տեղում առանձնացնում են ապահովագրված եւ չապահովագրված գյուղատնտեսական տնտեսությունները, հետագա աջակցության հնարավորությունները գնահատելու նպատակով։ Պետք է նշեմ, որ 2026 թվականի համար
կառավարության կողմից հաստատվել էր գյուղատնտեսական ապահովագրությունը եւ ապահովագրական գործակալությունները համայնքները ակտիվ աշխատել են եւ արկա պայմանագրեր կան կնքված, այս պայմանագրի մասին հստակ թիվ չեմ կարողանա նշել, բայց պայմանագրեր կան, ԱԶԱՆԿ արդեն իրականացվել է ապահովագրական ընկերություններին եւ ընկերությունների կողմից առաջիկա օրերին մասնագետները, գնահատողները գնահատում կիրականացնեն եւ հստակ պատկեր կունենանք, թե որ մասն է ապահովագրված եւ ինչ մաս կա, որ ապահովագրության կարիք ուներ ու չեն հասցրել կամ չեն օգտվել։ Ախուրյանի համայնքապետարանը համայնքի ղեկավարի գլխավորությամբ սկսել է այցելությունները տուժած գյուղեր ու դաշտեր։ Համայնքապետարանում նշում են, որ հանձնաժողով է ստեղծվել գործը համակարգված կատարելու համար։ Մոտավորապես 13 բնակավայրերում տեղացած կարագուտի հետևանքով վնասվել են գյուղացիների ցանկատարածություններ, տանիքներ, ջրատակացուցիչներ, աբագիներ, կոտրել է աբագիներ։ Իսկ այս պահի դերությամբ առավոտ վաղ արդեն արձանագրում ենք վնասների չափերը։ Միաժամանակ տարերկից տուժած բնակավայրերում կրկին բարձրացվել է հակակարգտային պաշտպանության արդյունավետության հարցը։ Բնակիչների եւ համայնքային պատասխանատուների փոխանցմամբ կեսգիշերին հակակարգտային կայանները որոշ հատվածներում գործարկվել են, սակայն դա չի կանխել կարկուտի հուժկու տեղումները եւ դրանց հետևանքով առաջացած վնասները։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։